Ժնևում կայացած Իրան-Միացյալ Նահանգների միջուկային բանակցություններում առաջընթաց կա, սակայն կան նաև չլուծված հարցեր։ Թեհրանը 2 շաբաթում կներկայացնի նոր առաջարկները։ Իրանի արտգործնախարարի պնդմամբ հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում։ Նախորդ բանակցությունների համեմատ այս փուլում քննարկումներն անցել են միանգամայն լուրջ եւ առավել կառուցողական մթնոլորտում։ Առաջ են քաշվել տարբեր գաղափարներ, որոնք մանրակրկիտ քննարկվել են։ Վերջնարդյունքում մենք կարողացանք համաձայնության գալ մի շարք առաջնային սկզբունքների շուրջ, որոնց հիմամբ մենք կշարժվենք առաջ եւ կմշակենք հնարավոր համաձայնագրի տեքստը։ Սա չի նշանակում, որ մենք կարող ենք արագ համաձայնության հասնել, բայց առնվազն գործընթաց կա։ Իրանի արտգործնախարարի խոսքով արդեն ուրվագծվել է քայլերի հստակ պատկեր, որով պետք է առաջնորդվեն։ Չնայած իրանական կողմի լավատեսությանը, նահանգները չի բացառում ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու սցենարը, եթե Թեհրանի հետ բանակցությունները փակուղի մտնեն։ Fox News-ին տված հարցազրույցում Միացյալ Նահանգների փոխնախագահ J.D. Vance-ն անդրադարձել է Թեհրանին ներկայացված առանցքային պահանջին։ Միացյալ Նահանգներն ունի որոշակի կարմիր գծեր։ Մեր գլխավոր նպատակն է, որ մենք Իրանին թույլ չտանք միջուկային զենք ստանալ։ Մենք չենք ցանկանում միջուկային զենքի տարածում։ Եթե Իրանը միջուկային զենք ունենա, կհայտնվեն բազմաթիվ վարչակարգեր։ Որոշները բարեկամական, որոշները ոչ այնքան, որոնք նրանցից անմիջապես հետո կցանկանան ունենալ միջուկային զենք։ Դա աղետ կդառնա ամերիկացիների համար։ Վենսի խոսքով, թեպետ Իրանը հայտարարում է, որ չի ձգտում միջուկային զենք ստեղծել, այնուամենայնիվ իրենք գիտեն, որ դա սուտ է։ Իրանն անընդհատ շեշտում է, որ միջուկային ծրագիրը խաղաղ նպատակներով է։ Խաղաղ միջուկային էներգիան բոլոր երկրների իրավունքն է։ Զինաթափման թեմայով Ժնևյան ելույթում հայտարարել է Իրանի արտգործնախարարը։ Միջուկային զենքը մարդկության համար ամենալուրջ սպառնալիքն է։ Մարդկությունն ապրում է ավելի քան 12,000 միջուկային մարտագլխիկների ստվերի ներքո, որոնցից շատերը բերված են մարտական վիճակի շտապ կիրառման համար։ Մենք ականատես ենք եղել այս զենքի կիրառմանը։ Իրանի նախագահ Փեզեշքյանն էլ հռետորական հարց է ուղղել, էլ ինչ լեզվով ասենք, որ մենք միջուկային զենք չենք ուզում։ Ռուսաստանի Բալթյան նավատորմի Ստոյկի ռազմանավը ժամանել է Իրանի Բանդար Աբբաս նավահանգիստ, մասնակցելու համատեղ ռազմածովային զորավարժություններին։ Կողմերը միմյանց ողջունել եւ նվերներով են փոխանակվել։ Այնուհետև ռուսական անձնակազմը ուսումնասիրել է նավիգացիոն քարտեզները։ Ստոյկի կորվետը միացել է Իրանի ռազմածովային ուժերի մարտական ստորաբաժանումներին, Օմանի ծոցում անցկացվող Պասեկ զորավարժություններում առաջադրանքներ կատարելու համար։ Ռուսական եւ իրանական անձնակազմերը համատեղ մանևրներ են կատարել քաղաքացիական նավերի անվտանգությունն ապահովելու համար։ Զորավարժությունները ղեկավարել են երկու կողմերի ներկայացուցիչները։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։